Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Այս տարի լրանում է հայկական կարևորագույն գիտական օջախներից մեկի Բյուրականի աստղադիտարանի 80-ամյակը։ Այդ կապակցությամբ ես այսօր ստուդիա եմ հրավիրել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն պրոֆեսոր Արեգ Միքայելյանին։ Բարև ձեզ, պարոն Միքայելյան, շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկապես շատ տպավորիչ հոբելյան է, եւ երևի ճիշտ կլինի մենք խոսակցությունը սկսենք ակունքներից, ինչպես ձևավորվեց այդ աստղադիտարանը, հետագայում դառնալով երևի Հայաստանի ամենակարևոր այցեքարտերից մեկը քաղաքակիրթ աշխարհում։ Վիկտոր Համբարձումյանի անձից երևի սկսենք, ճիշտ կլինի այդպես։ Այո, Վիկտոր Համբարձումյանը, ինչպես հայտնի է, ծնվել է Թբիլիսի քաղաքում, հետո տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, նախկին Լենինգրադ սովորելու, այնտեղ ստացավ բարձրագույն կրթությունը եւ անմիջապես հաջողությունները եկան, թե գիտական, թե նույնիսկ հետաքրքիր, որ պաշտոնների զբաղեցման տեսակետից ինքը հիմնադրեց աստղաֆիզիկայի, տեսական աստղաֆիզիկայի առաջին ամբիոնը Խորհրդային Միությունում եւ աշխարհում առաջիններից մեկը, դրա համար այդ ուղղության հիմնադիրներից է համարվում։ Եվ ինքն էլ ղեկավարեց բնականաբար։ Հետո հասավ համալսարանի, պետական համալսարանի պրոռեկտորի պաշտոնի, պատերազմը սկսվեց։ Ելաբուգայում։ Այո, ինքը տեղափոխվեց Ելաբուգա, տաթարական ավտոնոմ հանրապետություն, եւ հետո նաեւ պատվիրակության ղեկավարների դեպ համալսարանի, որոնք բոլորը տեղափոխվել են Ելաբուգա։ Հետո երբ որ Հայաստանում ձևավորվեց Գիտությունների ազգային ակադեմիան, ընդ որում նրա մասնակցությամբ նաև Օսիպ Օրբելին եւ Վիկտոր Համբարձումյանը ասում են Սանկտ Պետերբուրգում հանդիպել են, զրուցել են, որոշել են, որ պետք է ակադեմիան անպայման ստեղծել եւ այլ գիտնականներ նույնպես ներգրավել են։ Իրեն հրավիրեցին, որպես առաջին փոխպրեզիդենտ եւ նաեւ տեղափոխվեց ընտանիքով Հայաստան։ Հետաքրքիր է, որ իր անձնական տեսակետից շատ ավելի մեծ հաջողություններ այնտեղ ուներ, շատ ավելի հզոր համալսարանի պրոռեկտոր էր եւ այլն, բայց ինքը եկավ Հայաստան եւ առաջին գործերից մեկը որպես աստղաֆիզիկոս հավանաբար հենց մտքում եղել է, որ ստեղծի աստղադիտարան։ Չնայած շատ ծանր տարիներ էին, պատերազմի տարիներն էին, որ ակադեմիան ստեղծվեց 43 թվականին, հետո պատերազմի ավարտից անմիջապես հետո հիմնադրվում է Բյուրականի աստղադիտարանը։ Առ այսօր մենք զարմանում ենք, ինչպես դա ստացվեց, ուրեմն Խորհրդային Միությունում ինչքան են կարևոր գիտությունը, որ նույնիսկ այդպիսի ծանր տնտեսական քայքայված այդ իրավիճակում էլի ստեղծել են աստղադիտարան։ Դրանից առաջ դա էլ նշենք, որ մենք ունեինք այլ գիտնականներ, աստղագետներ, Բենյամին Մարգարյանը եւ Հայկ Բադալյանը, որոնք ստեղծել էին մի փոքրիկ աստղադիտարան, որը դեպ նախագիծը Թամանյանն է արել, հիմա էլ պոլիտեխնիկական համալսարանի դիմացի այգում կա, փոքրիկ շատ գեղեցիկ կառույց է, բայց դե բոլորը հասկանում են, որ ովքեր մի քիչ աստղագիտությանը մոտիկ են, հասկանում են, որ Երևան քաղաքում կամ ընդհանրապես մեծ քաղաքներում աստղադիտարան չի կարող աշխատել նորմալ արդյունքներ տալ, լուսային աղտոտվածության պատճառով, ինչպես նաեւ օդի աղտոտվածության։ Դրա համար դա ավելի շատ ուսումնական նպատակների էր ծառայել եւ փոքրիկ դիտակ էր այնտեղ դրված 30 սանտիմետր տրամագծով։ Իսկ Բյուրականում նպատակ դրվեց ստեղծել խոշոր գիտական կենտրոն, որը նույնիսկ պետք է ծառայեր Խորհրդային Միությանը։ Խորհրդային Միության խոշորագույն աստղադիտարանից մեկը դա ստեղծվեց եւ կազմավորվեց, կառուցվեց Սամվել Սաֆարյանի նախագծով, մեր մեծ ճարտարապետ, եւ արդեն 50-ական թվականներին 56 թվականին պաշտոնական բացումն է արվել ու 10 տարի պաշտոնեն շինարարությունն է գնացել, որտեղ այն ժամանակ իսկապես ծանր տարիներ էին, այնպես չէ որ ամեն ինչ բոլոր ֆինանսները կարող էին ուղղել աստղադիտարան կառուցելուն։ Հաճախ հարցնում են ինչու է հենց այդտեղ Բյուրական գյուղի մոտ, ոչ թե ավելի բարձր դիրքում, դա էլ էս բացատրում է ֆինանսների սահմանափակ լինելով, ինչքան էլ Համբարձումյանը կարողանում էր իր հեղինակության շնորհիվ, իր ջանքերի շնորհիվ ամեն ինչ անել, որպեսզի լավ աստղադիտարան կառուցվի, բայց անսահմանափակ չէին ֆինանսները, դա բնական է, բոլորը հասկանում են։ Դրա համար դրվեց ինչ-որ միջանկյալ դիրքում 1400 մետր բարձրության վրա, ծովի մակարդակից։ Երևանից բավական հեռու էր, այն ժամանակ թվում էր, թե Երևանի լույսերը չեն խանգարում, որովհետև Երևանը ինչպես հայտնի է փոքր քաղաք էր նախկինում։ Բոլորը գիտեն, Թամանյանը երբ որ նախագծում էր Երևանի հատակագիծը, մոտ 40,000 էր, թե ինչ ու ասում էին, որ
առավելագույնը կարող է աճել մինչև 150,000։ Ես լսել եմ 300,000-ի չափ են խոսում։ Ես ինչքան գիտեմ Թամայանը նախատեսել է որ պետք է ծավալվել համենայն դեպս ոչ ավել քան իսկ ես դեռ դպրոցական էի արդեն միլիոն անցավ 70-ական թվականների սկզբներին հիմա էլ շատ չի փոխվել միլիոնից մի քիչ ավել է բայց փաստ է որ դա իդեպ նման է ճակատագիրը Լոս Անջելեսի մոտ գտնվող երկու հայտնի աստղադիտարներին Մաունտ Վիլսոն եւ Մաունտ Պալոմար Մաունտ Վիլսոնը ամբողջովին չի աշխատում փակված է, իսկ Մաունտ Պալոմարը համարյա կարելի ասել էլի փակված է, որովհետև շատ կտրուկ աճեց Լոս Անջելեսը, նոր քաղաք էր 20-րդ դարի սկզբին եւ ոչ ոք չէր սպասում։ Արբանյակները առաջացան քաղաքի։ Հիմա այդպիսի իրավիճակ է, մենք պետք է օբյեկտիվ գնահատական տանք, բայց այն որ կառուցվեց նման խոշոր աստղադիտարան եւ հիմա էլ անկախ Հայաստան ենք մենք փոքր երկիր լինելով ունենք այսպիսի աստղադիտարան դա իրոք բացառություն է, որը մեկը կարող է վերցնել ամբողջ աշխարհի պետությունները նայել եւ այսպիսի փոքր պետություն ունենա այսպիսի խոշոր աստղադիտարան, այդպիսի դեպք չկա ուրիշ։ Ես ինչքան գիտեմ, այ հենց այդ հետ պատերազմյան անմիջապես ժամանակահատվածն էր, երբ Վիկտոր Համազասպովիչը անձամբ մեկնեց Գերմանիա եւ ցեսի գործարաններից Շմիդտի դիտակն է, չէ՞, 1 մետրանոց, որը համարվում է նույնիսկ այժմ շատ բարձր որակի օպտիկական սարք եւ եթե չեմ սխալվում նա գործում է դա։ Այո։ Այսինքն դա ցույց էր տալի թե ինչպեսի վերաբերմունք էր գիտությունը։ Դա լեգենդար պատմություն ունի, ընդհանրապես կարելի է դա էլ պատմել որտեղ հետաքրքիր է։ Աստղադիտակները բոլոր խոշոր դասական աստղադիտակները շատ փոքր տեսադաշտ ունեն։ Անկյունը փոքր է։ Եվ օրինակ որ լուսնին ուղենք աստղադիտակը մենք ամբողջ լուսինը չենք տեսնի։ Լուսնի փոքրիկ մասն ենք վերցնում։ Եվ այդպիսի փոքր տեսադաշտով ուսումնասիրել երկինքը մեծամասշտաբ նպատակների համար ամենա բացառվում էր։ Այդպիսի մի հատ նույնիսկ հումորային արտահայտություն կա, ասում են նախկինում բոլոր հայտնագործությունները պատահաբար են եղել։ Մասնավորապես աստղագիտության մեջ երևի դա իրոք այդպես էր, որովհետև չէր կարող իմանալ որ կտորին, որ հատվածին ուղղել երկնքի, որպեսզի մի լավ բան հայտնաբերես։ Աստղերը շատ են, գալակտիկաները շատ են եւ միլիարդների մեջ մի քանիսն են հետաքրքիր, շատ փոքր տոկոսն է, բայց եթե գտնում ես այդ փոքր տոկոսը, արդեն դա մեծ հայտնագործություն է համարվում։ Իսկ 1930 թվականին Շմիդտը, Բերն Շմիդտը Գերմանիայում ստեղծեց մի նոր տեսակի օպտիկական սարք, որը հենց մինչև մայր կոչվում է Շմիդտի աստղադիտակ, որը լայն անկյուն ուներ, լայն տեսադաշտ ուներ։ Եվ դա թույլ տվեց տասնապատիկ, նույնիսկ կարելի ասել հարյուրապատիկ, եթե մակերեսով վերցնենք, դաշտը հարյուրապատիկ մեծացավ եւ դրանով հնարավոր եղավ շրջահայություններ անել, ինչպես Համբարձումյանն է անունը դրել, անգլերենում ասում են survey, այսինքն մեծամասշտաբ դիտողական աշխատանքներ, որ ծածկում էին երկնքի մեծ հատվածներ եւ այդտեղ որոնում էին ինչ-որ հետաքրքիր որոշակի սկզբունքներով, հայտանիշներով որոշակի օբյեկտներ։ Այդպիսի շրջայություններ միայն Շմիդտի դիտակներով էր հնարավոր։ Եվ այնպես է ստացվել, որ Գերմանիայում նախաձեռնեցին այդպիսի 1 մետրանոց, այն ժամանակվա ամենախոշորն էր աշխարհում, առ այսօր էլ ամենախոշորներից մեկն է իդեպ 1 մետրանոց Շմիդտը, 1 մետր հայլու տրամագծով Շմիդտի աստղադիտակ կառուցել, իսկ դա արվել էր, դա էլ հետաքրքիր պատմություն է, Հիտլերը ուզում էր նվիրեր Մուսոլինիին, որովհետև Մուսոլինին շատ էր հպարտանում, որ Իտալիայում լավ աստղագիտություն կա, լավ երկինքն է լավ, կլիմայական պայմանները, իսկ Գերմանիայում էլ հակառակը վատ է կլիմայականը, բայց տեխնիկայով էին շատ բարձր, եւ Կարլ Ցեյսի ընկերությունը, որ առ այսօր աշխատում է եւ առ այսօր շատ հայտնի է, շատ օբյեկտիվներ մինչեւ օրինակ Կարլ Ցեյսն է արտադրում, այն ժամանակ լավագույնն էր աշխարհում, Հիտլերը դրանով շատ էր հպարտանում եւ Մուսոլինին ասել է ես դες կնվիրեմ աշխարհի լավագույն աստղադիտակը։ Ու այդպես պատվիրել է որ կառուցեն, պատերազմի պատճառով կիսատ մնաց, չհասցրեցին ավարտել 39-ից 45 թվերին փաստորեն այդպես սպասողական վիճակում մնացել է դիտակի կիսակառուցված վիճակը եւ 45-ին Համբարձումյանը իմանալով որ այնտեղ այդպիսի դիտակներ կան, իսկ Խորհրդային Միությունը շատ ռազմավար վերցրեց Գերմանիան որպես հաղթող պետություն, այդ թվում է հետաքրքիր գիտական սարքեր, ոչ միայն տնտեսության մեջ ինչ որ կարևոր բաներ, բայց գիտական սարքեր եւ այդ Կարլ Ցեյսից 6 աստղադիտակ տեղափոխել են Լենինգրադ, որտեղ կար շատ խոշոր միավորում օպտիկամեխանիկական Լոմոն էր կոչվում ժամանակ, այո։ Եվ այնտեղ հետաքրքիր որ այդ տեղափոխման ամբողջ կազմակերպողը եղել է նույնպես հայ Ստալինի հրամանով, որը իր հիշողություններն էլ ունի եւ այդ ամեն ինչը տեղափոխում էր այնտեղ, Համբարձումյանը ինչ որ կերպ հաջողացնում է նորից իր հեղինակությամբ Մոսկվայում
դասավորել, այսպես ասած, որ այդ դիտակը գա Հայաստան, ամենալավը դա էր 1 մետրանոց Շմիդտի աստղադիտակը։ Եվ այնտեղ ավարտում են շատ երկար պատմություն է ստացվում 50-ական թվականների վերջերին նոր այդ դիտակը պատրաստ է լինում եւ տեղափոխում են Հայաստան։ Իդեպ հետաքրքիր է նաեւ որ աստղադիտակները տեղափոխել չի կարելի ինքնաթիռով, որտեղ օպտիկան շատ լարվածություններ կարող են մեխանիկական նույնիսկ գնացքով եւ ասում են նույնիսկ չի կարելի ավտոմեքենայով, բայց ինչ մնաց հատուկ պլատֆորմաներ են կառուցում։ Երկաթգծով են բերել։ Չէ, մեքենայով ոչ հատուկ պլատֆորմա են կառուցում, հատուկ ամորտիզացիայով եւ շատ դանդաղ, ուրեմն մաքսիմալ թույլատրված արագությունը 15 կմ/ժ։ Լենինգրադից այդի դանդաղ տեմպով հասցրել են բյուրական 59 թվին նոր հասցրել են բյուրական, ուրեմն 30-ականների կեսերին նախաձեռնել են կառուցումը Գերմանիայում։ Ափսոս շատ ուշացավ, թե չէ իրոք եթե ժամանակին կառուցվեր կներ լավագույնը։ Էլի եմ ասում, դա էլի լավագույններից մեկն էր աշխարհում, միջև այդ արդեն Պալոմարի Շմիդտի դիտակներին 1.20 մետրանոց կառուցել 48 թվին բերեցին մեկ այլ մեծ աստղագետ Բենյամին Մարգարյանը ամբողջ աշխատանքները իր վրա վերցրեց տեղադրելու, փորձարկելու եւ աշխատեցնելու։ Հետո այնպես ստացվեց, որ Խրուշչովը պետք է գար Հայաստան եւ 61 թվին, չնայած 60 թվից աշխատում էր աստղադիտակը, բայց խորհրդային միությունում կարող էին այդպես բաներ անել, ասեցին եկեք այնպես անենք, իբր չի աշխատել 61-ին բացում անենք, պաշտոնական բացումը արեցին մայիսի 8-ին։ Խրուշչովը իր ձեռքով կարմիր ժապավենը կտրեց եւ այդպես ասում են շատ հազվագյուտ դեպքերից է, որ որևէ դիտակ բացել է աշխարհի խոշոր պետություններից մեկի ղեկավարը։ Եվ դրանից հետո սկսեց աշխատել եւ նույն Մարգարյանը դառավ այս դիտակով իրականացված ամենակարևոր աշխատանքի եղինակը, որ հիմա Մարգարյանի գալակտիկա։ Այո, հիմա կոչվում է Մարգարյանի շրջայություն, որի արդյունքը եղան Մարգարյանի 1500 գալակտիկաների հայտնաբերումը։ Մարգարյանը նախաձեռնեց գերմանուշակագույն ավելցուկով ուրեմն գալակտիկաների որոնում սպեկտրոսկոպիկ եղանակով, ժամանակ ասում էին օբյեկտիվ պրիզմա, ինքը պատվիրեց պրիզմաներ բերեցին եւ այն ժամանակ աշխարհի ամենամեծ պրիզմաները մեր մոտ էին փաստորեն։ Եվ դրանով 15 տարի դիտումներ կատարվեցին 65-ից 80 թվականներին, դա շնչական աշխատանք էր։ 2000 լուսանկարչական թիթեղ ստացվեց, թիթեղը այսպես կոչված նույն ժապավենը, բայց ապակի վրան էմուլսիա։ Պարոն Միքայելյան, այդ առումով մի հարց էլ է։ Շատ հաճախ երբ խոսում են բյուրականի աստղադիտարանի մասին, հատուկ նշում են, որ գոյություն ունի առանձնահատուկ, այսպես կոչված բյուրականյան տեսակետ, ինչը վերաբերվում է, այսպես ասած, տիեզերքի առաջացման սկզբունքային հարցերին։ Եվ նաև հաճախ նշում են, որ այդ կոնցեպցիան այսօր ինչ-որ առումով օպոզիցիոն դիրք է գրավում գիտական աշխարհում ընդունված կոնցեպցիաների նկատմամբ։ Ես կխնդրեի մի քիչ դրա մասին խոսենք, որովհետև փորձը ցույց է տալի, որ Վիկտոր Համազանցովիչը շատ հաճախ կարծիք էր արտահայտում, որը առաջի հայացքից թվում էր անհնարին, իսկ հետո պարզվում էր, որ հանճարը ճիշտ է ամեն ինչը նկատել եւ շատ ավելի խորն ու առաջ է նայել։ Այո, իհարկե դա մեր երևի կարևորագույն աշխատանքներն են Համբարձումյանի կողմից, որ արվել են բյուրականի աստղադիտարանում։ Հետաքրքիր որ 46 թվականին հիմնադրված աստղադիտարանում ընդամենը 1 տարի անց 47 թվականին հայտնաբերվեցին աստղասփյուռները Վիկտոր Համբարձումյանի կողմից։ Ինքն էլ անվանները ասում են, չէ՞։ Այո, անգլերեն ասում են Stellar Association, Звездные ассоциации։ Հետաքրքիր է, որ այս հազվագյուտ տերմինը որ հայերենում է մտցվել, հետո է թարգմանվել այլ լեզուներով, մի քիչ անալոգ ձևով ուղիղ թարգմանությունը չի բառացի, բայց աստղասփյուռ բառը ինքը հորինեց, շատ գեղեցիկ բառ է, որտեղ աստղերը իր պատկերացմամբ սփռվում են, այսպես եւ տարածվում են, եւ այդտեղ արդեն գաղափարը իր մոտ եկել էր, որ հավանաբար աստղասփյուռները անկայուն օբյեկտներ են կամ գոյացություններ են, որոնք երկար ժամանակ չեն կարող ապրել, աստղերը պետք է փախնեն հեռանան իրարից եւ այդ կազմավորումը կվերանա որպես այդպեսի միացյալ ինչ-որ կազմավորում։ Եվ նա հաշվարկեց, որ դրանք ընդհանրապես կարող են գոյատևել մի քանի 100,000 տարի կամ մի քանի միլիոն տարի։ Իսկ տիեզերական մասշտաբներով, առաջացի թվում է թե երկար տևողություն է, բայց տիեզերական մասշտաբներով դա շատ կարճ է, որտեղ տիեզերքի տարիքը գնահատվում է համարյա 14 միլիարդ, իսկ սա ոնց որ մարդու կյանքի համար մի քանի վայրկյան է։
Այսինքն մի քանի վայրկյան կամ մաքսիմում 1 րոպե կարող են գոյատևել այդ գոյացությունները։ Հիմա պատկերացրեք մարդկանց մեջ լինեն այնպիսիները, որ 1 րոպե են ապրում։ Այդպիսի զարմանալի կարճ տևողությամբ երիտասարդ եւ նա կոչեց երիտասարդ, որովհետեւ բարձր որ վերջերս են առաջացել, եթե դեռ չեն քայքայվել, չեն հասցրել քայքայվել, ուրեմն տիեզերքի պատմության մեջ լրիվ ժամանակակից էտապում կարելի է համարել, որ առաջացել են։ Այդ դրան չէին հավատում եւ հետո ինքը գալակտիկաների աշխարհում նույն տեսակետներ արտահայտեց, որ գալակտիկաներն էլ շատ ակտիվ երևույթներ կան միջուկներում տեղի ունեցող, այդպես է կոչվեց գալակտիկաների միջուկների ակտիվություն։ Դա վարկած էր համարվում այն ժամանակ, հիմա կարող եմ ասել, որ աշխարհի բոլոր խոշոր աստղադիտաներում ուսումնասիրում են ակտիվ գալակտիկական միջուկներ, բայց Համբարձումյանին այո, մեղադրում էին նույնիսկ արևմտյան աստղագետները, որոնք գիտեին Խորհրդային Միության մոտեցումները, իդեալիզմի նկատմամբ եւ այլն, ասացին մենք զարմանում ենք, որ Համբարձումյանը Խորհրդային Միությունից գալով իդեալիստական հայացքներ է արտահայտում եւ նույնիսկ այսպես քաղաքական մի քիչ քննարկումներ էին դրա շուրջը, բայց ի վերջո Համբարձումյանին բոլորը ընդունեցին այս ոլորտում, այս տեսակետից, որ անկայունություն այո տիեզերքում մասսայական տարածված երևույթ է։ Ես այսպիսի արտահայտություն ունեմ, ասում եմ Համբարձումյանը շունչ դրեց տիեզերքի մեջ, որովհետև տիեզերքը միշտ համարվել է վաղուց ստեղծված հավիտենական նույնությամբ, այո, եւ բոլոր մարդիկ գիտեն, օրինակ տիեզերքի հետ նույնացնում են հավիտենական բառը, հավերժ բառը, հավերժ տիեզերքի նման, այսինքն ոչ մի բան տեղի չունենում տիեզերքում, բայց Համբարձումյանը ասաց ոչ, հենց այսօրվա դրությամբ բազմաթիվ անկայուն երևույթներ են տեղի ունենում եւ մենք իդեպ 81-ին նվիրված գիտաժողով այդպես էլ կոչել ենք մեր անկայուն տիեզերքը եւ դրա շուրջը բազմաթիվ ենթաթեմաներ կան այս սա է հիմնականում եւ Համբարձումյանը աստղերի դեպքում արտահայտեց տեսակետ որ նրանք առաջանում են պայթյուններից այսինքն նյութի զարգացումը գնում է ավելի խիտ վիճակներից դեպի ավելի նոսր իսկ դասական տեսակետը աստղերի առաջանում հակառակն է որ միգամածություններից գազափոշային նյութը ուրեմն սեղմվում է եւ դառնում է աստղ։ Այսպիսով աշխարհում կա դասական տեսակետ, որին հարում են երևի 90%-ից ավել աստղագետների, եւ կա բյուրականյան տեսակետ, կամ կարող ենք ասել Համբարձումյանական տեսակետ։ Նույնիսկ դպրոցներ էին ասում դասական դպրոց եւ բյուրականյան դպրոց։ Բյուրական դպրոցը լրիվ հակառակն է ասում, որ պայթյուններ, նյութի արտանետում, արտավիժում, ընդհարցակումներ եւ այլն Հետաքրքիր է, որ դիտողական աստղագիտության տեսակետից մենք ավելի շատ տեսնում ենք արտանետման, արտավիժման, պայթյունների երևույթներ, ընդհարցակման երևույթներ, սեղմման երևույթ դեռ ոչ ոք չի տեսել, թեև դասական տեսությունը լրիվ բացատրում է սեղմումով եւ սև խոռոչերի առաջացումը, սպիտակ թզուկների, նեյտրոնային աստղերի առաջացումը սեղմման արդյունք է, որ աստղը իր կյանքի վերջում դուրս են նետում կոլապսն է տեղի ունենում այո կոլապս եւ հայերեն կարելի ասել ներպայթյուն դեպի ներս պայթյուն է տեղի ունենում եւ ինքը փլուզվում է կամ ասում են փլուզվում է նյութը եւ խտանում է կենտրոնական մասը իսկ արտաքին շերտերը հեռանում են միգամածությունների տեսքով սա հիմնական տեսակետն է դիտողական այդպիսի ապացույցներ դեռ չկան թեև որոշ երևույթներ որ մենք տեսնում ենք փորձում են վերագրել դրան որ տեսեք մենք հիմա կոլապսի արդյունքում այս տեսանք են տեսանք, բայց երկրորդային երևույթներ, ուղղակի այդ երևույթը, որ նյութը դեպի կենտրոնը ինչ-որ սեղմում է, մենք չենք տեսել դեռևս։ Այս տեսակետից դեռևս Համբարձումյանի տեսակետին հարողներ կան, թեև գիտեք ինչ գիտության մեջ երբ որ այսպես թրենդ է գնում, ընդհանուր շատ դժվար է դրան դեմ գնալ, օրինակ նույնիսկ բյուրականի աստղայտանում հիմա մենք ուզած շատերը ընդունելով դասական տեսությունը փորձում ենք աշխատանքներ այդ ձևով բացատրել, բայց միշտ մտքներումս պահած որ կա նաև հակառակ տեսություն եւ միշտ պետք է զգոն լինել շատ հաճախ գիտության մեջ լինում են սխալներ, որ հետո նույնիսկ Էյնշտեյնի նման մարդը օրինակ սխալվել էր մտածելով որ տիեզերքը ստատիկ է։ Ֆրիդմանը հետո ցույց տվեց որ դա նույն ոլորտից է, փաստորեն, այն էլ ամբողջ տիեզերքի մասին է, բայց այնքան վստահ են գիտնականները որ պետք է ստատիկ լինի, որ Էյնշտեյնի հավասարումների մեջ մտցրեց լրացուցիչ։ Ճիշտ ասած ես նույնիսկ կարդացել եմ, որ գրահատություն ալիքների վերաբերյալ այդ կարևորագույն հոդվածը, երբ Էյնշտեյնը Physical Review է ուղարկում, այնուհետև փորձում է հետ կանչել այդ աշխատանքը եւ ասում է որ ես ճիշտ չեմ, նման բան չկա եւ
նույնիսկ խմբագիրը, ով պարզում է ինքն էր անձամբ այդ աշխատանքը գրախոսել, ասել է չէ, ամեն ինչ ճիշտ է, դու չգիտես, դու ճիշտ ես ասում, եւ Էյնշտեյնը շատ տեղացել էր դրանից։ Այսինքն նման մարդիկ կարող են եւ սխալվել։ Էյնշտեյնը օրինակ ամբողջ կյանքում ասում էր, իմ կյանքի ամենամեծ սխալը դա լամդա պարամետրի մտցնելն էր իր հավասարման մեջ, որը հավասարակշռում էր տիեզերքը, որովհետեւ լուծումը ստացվում էր անկայուն, իսկ բոլորը գիտեին, կարծես վստահ գիտեին, որ տիեզերքը կայուն է, եւ ինքը լամդա պարամետր արհեստականորեն մտցրեց, որը հավասարակշռեց եւ թույլ տվեց ստանալ լուծում կայուն տիեզերքի համար։ Հետո նոր Ֆրիդմանը ցույց տվեց, որ շատ լավ կարելի է անկայուն արդյունք ստանալ։ Նոր Հաբլը 29 թվականին Էյնշտեյնի տեսությունից տեսություն 16 թիվն էր, երկրորդ բանը հարաբերականության տեսություն, այսինքն ընդհանուր հարաբերականության տեսություն։ Եվ արդեն Հաբլը Լեմետրը ավելի ճիշտ եւ Հաբլը Լեմետրը ասել էր ու հենց այդ էջը անհետացել էր թարգմանության ժամանակ։ Գիտեք որ վերջերս միջազգային աստղադիտական միությունը վերջապես քվեարկեց, որ Հաբլի օրենքը վերանվանել Հաբլ Լեմետրի օրենք, որը արդարությունը վերականգնվեց։ Այսինքն նրանք արդեն դիտողական ձևով ցույց տվեցին, որ տիեզերքը ընդարձակվում է։ Դա շատ բարդ ընդարձակման գործընթաց է, այդքան տրիվիալ չի, որ հեշտ ասենք, ուղղակի ընդարձակվում է։ Այն ժամանակ շատ տրիվիալ որոշեցին, որ պետք է հետ հաշվարկ տանել եւ դեպի կենտրոն տեսնել, որ մի հատ կետից է առաջացել, կոչեցին մեծ պայթյուն, այդպես զառավ։ Այ հիմա դրա վերաբերյալ ես մի հարց ունեմ, պարոն Միքայելյան, վերջերս մի առաջի հայացքից սենսացիոն հայտարարություն արեցին գիտնականները, որ հայտնաբերվել են էկզոտիկ գալակտիկաներ, որոնք ոնց որ թե այդ մեծ պայթյունի տեսության սկզբունքներին հակասում են։ Մոտարապես այսպես էր ասված, որ այն տարիքը, որը համապատասխանում է այդ գալակտիկաներին, այդ 14 միլիարդ տարեկան տիեզերքին չի համապատասխանում այնտեղ։ Չի տեղավորվում դրանք։ Այո, ոնց որ թե դա այնպիսի վաղ անցյալ էր, երբ չպետք է ձևավորվեին այդպիսի հսկայական աստղակույտեր։ Դրա վերաբերյալ ինչ կարող եք ասել, առհասարակ ծանոթ եք, որովհետև սա ուղղակի վերջին տարվա ընթացքում արված հայտնաբերություն։ Այո, ծանոթ եմ եւ հակասությունները գնալով շատանում են, որովհետև երբեմն ընդունում են այդ ստանդարտ մոդելը որպես վերջնական ճշմարտություն, որը սխալ է։ Մենք ունենք դիտողական փաստեր, մենք ունենք տեսություն։ Տեսությունը անդադ փորձում են համաձայնեցնել եւ հարմարեցնել դիտված, օրինակ արագացող տիեզերքը դա նշանակում է տեսությունը լրիվ վերանայվեց, ինչա թե հայտնաբերվեցին կարծես թե, դա էլ ասեմ կարծես թե, որտեղ հիմա դրան էլ ակասող բաներ կան, կարծես թե որ արագացումով է տիեզերքը ընդարձակվում։ Ուրեմն մենք երբ որ չափում ենք գալակտիկաների հեռավորությունը, դա սուբյեկտիվ երևույթ է, որովհետև մենք տեսնում ենք սպեկտրալ գծերում տեղաշարժ, իսկ դա Դոպլերի էֆեկտով մենք վերագրում ենք, այո, բանին, տեսագծային ուղղությամբ տեղաշարժին, արագություններին։ Կարմիր շեղման, այո, կարմիր շեղման երևույթն է, որը դեռ Հաբլն էր օգտագործում որոշել եւ դրա շնորհիվ այդ օրենքը դուրս բերել, բայց դիտող աստղագետները ստույգ մի բան գիտեն։ Մենք գիտենք կարմիր շեղման չափը, այսինքն գիտենք թե գիծը ինչքան է տեղաշարժվել։ Բայց հենց դրանից դուրս են բերում հեռավորություն, դա արդեն սուբյեկտիվ է, որտեղ կախված է տիեզերքի մոդելից։ Մոդելից կախված բանաձևը փոխվում է։ Մեծ հեռավորությունների վրա կա դասական բանաձև եւ կա ռելատիվիստական բանաձև։ Ռելատիվիստիկանի մեջ այնքան արդեն բաներ են մտնում, որ կախված է տիեզերքի ինչպիսի մոդել կընդունես։ Ըստ դրա հեռավորությունը կարող ես չափել, ասել ենթադրենք 10 միլիարդ լուսատարի հեռու է, թե 8, թե դրանից էլ ելնելով նաեւ ժամանակը, երբ որ չափում է, ժամանակն էլ է հարաբերական։ Դուք չեք կարող ասել ճիշտ է գալակտիկան երբ է առաջացել, որտեղ կախված z-ից, այդ կարմիր շեղման բանն z-ը նշանակվում, կախված դրանից դուք դուրս եք բերում բանաձևերով։ Բանաձևը հենց փոխեցիք, կոսմոլոգիական պարամետրերը հենց փոխեցիք, արդեն արդյունքը տարբեր կստացվի։ Դրա համար հիմա նաև հակասություն կա իդեպ Հաբլի պարամետրի մասին է, Հաբլի հաստատունի մասին է խոսքը։ Հաբլի հաստատունը նույնիսկ վստահ չեն թե ինչպիսի արժեք ունի։ Ուրեմն տարբեր չափումներով մինչև այդ ուսումնասիրում էին տիեզերքի անիզոտրոպիան, այդպիսի տիեզերական բաներ կային, դիտակներ, օրինակ WMAP-ը եւ դրանից էլ առաջ։ Եվ մի արդյունք է ստացվում, հիմա Ջեյմս Վեբը օրինակ որ անում են ուրիշ արդյունք է ստացվում։ Հաշվարկները տարբեր խնդրում անիզոտրոպիան ռելիկտային ֆոնային ճառագայթման հետ կապված դրա մասին է անիզոտրոպիան չէ տիեզերքի ամբողջ անիզոտրոպ այո հիմնական դա են ժամանակ չափել բայց ընդհանրապես խոսքը գնում է տիեզերքը արդյոք համասեռ է եւ ուղղությամբ է նույն այսինքն իզոտրոպ է եւ պարզվեց որոշ անիզոտրոպիա հայտնաբերեցին փոքր մասշտաբների վրա
բայց ընդհանրապես տիեզերքը կարելի ասել իզոտրոպ է, այսինքն բոլոր ուղղություններով նույնն է։ Իդեպ սա է բերել համոզման, որ տիեզերքը ինչ որ մի հատ փակ համակարգ է, որտեղ ուր գնում ենք նույն բանն ենք տեսնում։ Սա ամենայն նման է մի քիչ նույնիսկ ֆանտաստիկայի նման, բայց ոնց որ տիեզերքը մենք պատտվենք գանք իհարկե մեր դիտողական արդյունքները, ոնց որ երկրի վրա պատտվես գաս նույն տեղը կհասնես, տիեզերքը որ ուղղություններով նայում ենք նույն բանն ենք տեսնում։ Ու սա բացատրում է նրանը, որ տիեզերքը ինչ որ փակ ինքը իր վրա փակված համակարգ է։ Ավելի կոպիտ եթե ասեմ կամ նույնիսկ ավելի գրավիչ ասեմ, գնդակի վրա որ դնում եք եւ հավասարաչափ սկսում եք բոլոր ուղղություններով լայնացնել։ Կարելի է գրավիչ բան ասել, որ մարդկանց կարող շատ նույնիսկ հայտակրել, հա, տիեզերքը սև խոռոչ է ինքը։ Տիեզերքը ամբողջությամբ մի սև խոռոչ է։ Իրանից ոչ մի բան դուրս չի գալիս, այսինքն ինքը մի հատ կորագից տարածություն է, ինքը իր վրա փակված, իր մեջ ինչ որ կա, ոչ մի բան այդտեղից չի կարող դուրս գալ։ Այդ կոպիտ ասած սև խոռոչ կարելի է նմանացնել։ Եվ ինչ է ստացվում, մենք դրա մեջ փորձում ենք տարբեր բանաձևերով, այդպես հատուկ շեշտեմ, բանաձևերով բնութագրել ամբողջ իր տարածությունը, իր մեջ տեղի ունեցող երևույթները։ Բանաձևը եթե մի քիչ սխալ լինի, արդեն ուրիշ բան։ Դրա համար երբ որ գալակտիկայի տալիքն են չափում, շատ հաճախ չափում են միջոց քիմիական բաղադրությամբ։ Փորձում են քիմիական էլեմենտների զարգացումը։ Հասկանալի է։ Հա։ Ի սկզբանե տարական մասնիկներ, հետո պարզագույն եւ համապատասխանաբար զարգացում։ Եվ այդ համապատասխանությունը կարող է լինել, որ մի մեթոդով ուրիշ տարիք են ստանում, մի մեթոդով ուրիշ տարիք են ստանում, սա նրա մեջ չի տեղավորվում։ Պարոն Միքայելյան, եւ մենք ժամանակը արդեն ցավոք սրտի սպառվում է։ Ես շատ կխնդրեի ձեզ մի փոքր անդրադառնայիք հետազոտությունների, որոնք իրականացում են այսօր Բյուրական աստղադիտարանը։ Իհարկե, դա երևի ամենակարևորն է։ Իրականը հիմա շատ հաջողություններ ունի տարբեր իր կարգավիճակներով, միջազգային կապերով, բայց ամենակարևորը իհարկե գիտական արդյունքն է, որ պետք է հիմա էլ մենք աշխատենք շարունակել մեր ավանդույթները։ Մասնարարպես հենց ավանդույթ բառից կպնեմ, որպես առանցքային բառ, ավանդական ուղղություններն են շարունակվում մեր մոտ, Համբարձումյանի կողմից դրած, այսինքն անկանոնության երևույթների ուսումնասիրությունը, թե աստղերի, թե գալակտիկաների միգամածությունների աշխարհում եւ հայտնաբերվում են բազմաթիվ նոր տիեզերական օբյեկտներ։ Ամեն տարի մեր մոտ հայտնաբերվում են առնվազն մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր նոր օբյեկտներ։ Հետո կան աշխատանքներ տեսական աստղաֆիզիկայի ուղղությամբ, որը նույնպես էլի ավանդական է։ Իսկ ավելի նոր ոլորտներից են դրանք միջուղային հետազոտությունները, աստղաքիմիայի, աստղակենսաբանության ոլորտում, հիմա լավ հետազոտություններ են արվում։ Մենք նոր ուղղություններ մտցրեցինք, բարձր էներգիաների աստղաֆիզիկա կա, ռելատիվիստական կոմպակտ օբյեկտներ, տիեզերական եւ ռելատիվիստական աստղաֆիզիկա, գրավիտացիա, դա էլ օրինակ մեր ղեկավարում է Գերմանիայից մեր գոլեգան, մեր գործընկերը Արմեն Սետրակյանը։ Մենք մի նորություն ենք նույնիսկ կարելի ասել մտցրել Հայաստանում, որ դրսից արտասահմանցի գիտնականը մեր բաժնի վարիչն է։ Հաշվապահական տեսակետից դա չկա ցուցակները, որովհետեւ չի կարող լինել, բայց մենք ասացինք դա մեզ չի հետաքրքրում, թող ինքը լինի այս բաժնի ղեկավարը եւ այդպես գիտխորհուրդ ընդունեց, հիմա ինքը ղեկավարում է այդ բաժինը երիտասարդներից բաղկացած։ Այնպես որ շատ լավ արդյունքներ կան եւ տպագրում են լավ գիտական ամսագրերում մեր աստղադիտարանի առավելությունը եւ երևի սպეციფიკան նրանում է կայանում, որ մենք շատ ենք նոր բաներ հայտնաբերում։ Շատ աստղադիտարաններ ոչ թե նոր տիեզերական օբյեկտներ հայտնաբերում, այլ արդեն հայտնաբերածները փորձում են ուսումնասիրել ավելի մանրակրկիտ, խորանալ ինչ որ առումներով, տարբեր ասպեկտներով, բայց նոր տիեզերական օբյեկտներ բյուրականում շատ են հայտնաբերվել։ Պատահական չի, որ տիեզերքում 14,500 տիեզերական օբյեկտ կոչվում է հայկական անվանումներով։ Դա շատ մեծ թիվ է, սովորաբար տարբեր նշանակումներ են տալիս, երբ որ մեծ թվերով օբյեկտներ են հայտնաբերում, բայց որպեսզի անվանումները հայկական լինեն։ Այդտեղ երևի սրա մասին պետք է միշտ բարձրաձայնել։ Այո։ Որտեղ ցավոք սրտի այս վերջի մի քանի տասնամյակի ընթացքում հայերի մասին լրիվ այլ հարթության մեջ են կարծիք ձևավորում եւ շատ կարեւոր է, որ նման կենտրոն կա, որը իրական հայկական գիտությունը եւ ինչ որ առումով նաեւ մշակույթը առաջ է տանում։ Ես անչափ շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար եւ ես սրտանց մաղթում եմ մեծագույն հաջողություններ ձեր հրաշալի կենտրոնին գիտական։ Շնորհակալություն։